Ամիրյան ստուդիոն ներկայացնում է Այսօր մեր մեծ միջոցառմանորն է, ցանկանում եմ բոլորիս գեղեցիկ միջոցառում լինի այսօր, այն ինչ երկար ժամանակ մենք արդեն կատարել ենք, փորձել ենք արել մենք վերջնական, վայելելու ենք այդ ամբողջ Արարատի պտուղները, ցանկանում եմ մեզ հաջողություններ եմ ցանկանում մեր այսօրվա գեղեցիկ օրվա համար, հաջողություն մեզ բոլորիս, գնացինք։ Շուտ զարթնում եմ քնից, պայուսակ լուսիս դպրոց եմ գնում, մեջը շատ գրքեր, տարեր ու թվեր, ու լիքը բարեր անթիվան համար, մեջը շատ գրքեր, տարեր ու թվեր, ու լիքը բարեր անթիվան համար։
փողոցն է, որը շատ հայտնի է Երևան քաղաքում։ Yeah.
տարածքում, որը Հակոբ Կարապետցի անվան համալիրի հիմնական դպրոցն է, այդ բոլոր պահանջները, որոնք գործընողները, տատիկները, պապիկները, ընտանեկան խորհուրդը մենակ մոռացել չէին պատկերացրել, որ այդ բոլոր չափանիշներին համապատասխանելու համար պիտի նաև կան դասվար ընկեր Մաղաքյանի մոտ։ Դասարաններում դասավանդող նաև ուսուցիչները, որ իներով դասարանցիներին պիտի բերեինք այսօր, որ այս երեխեքը միացեն մաստեր կլաս տային, էլի, թե միջոցառումը ինչպես է լինում։ Իհարկե, սա ընկեր Մաղաքյանի ընդամենը 8 ամսվա, այդ մեր բոլորի համար այնքան երկար է այդ սեպտեմբերից մինչև մայիսը ժամանակը ընթացել, բայց ընկեր Մաղաքյանի համար պատկերացնում եք, չէ, դա ասենց մի ակնթարթի նման անցած ժամանակահատված է եղել։ Ու այսպիսի գեղեցիկ խոսք, գրագետ հնչյուններ արտաբերելը, կազմակերպված բոլոր տեսակի քայլերը հերթականությամբ, ես արդեն անհանգստանում էի, անդադասում էի, սա մեկը կմոռանա երևի, թե ով ունից հետո պիտի արտասանի կամ ով պիտի բարձրանա, ով պիտի իջնի, բայց ամեն անգամ տես խորշում չէի քաշում, ընկեր Մաղաքյանի հետ միասին, որ ոչ մեկ ոչ մի բան չէր կարող մոռանալ, չէր կարող շփոթել եւ այդ բոլորի համար այս հրաշալի, հիասքանչ, բարձր ճաշակով, այդ այնքան կարևոր միջոցառման ժամանակ, որ այսպիսի ճաշակ լինի, բարձր գրագիտությամբ, խոսքի, հնչյունների, ևս մեկ անգամ պիտի այն բովանդակության, ամեն հաջորդ բալիկի խոսքին սպասում ես, որովհետև մտածում ես ինչքան թանկ, հարազատ ու մեր բոլորի համար կարևոր այսօր սցենար էր, ոչ թե հենց այնպես, այստեղից այնտեղից ինչ-որ արդեն շատ վաղուց հնացած բառ էր։ Այդ բոլորի համար, այս ամբողջ գեղեցկության համար ընկեր Մաղաքյան ջան, անչափ շնորհակալ եմ իմ կողմից, մեր բոլոր ուսուցիչների կողմից, մեր ծնողների կողմից, իհարկե մեր ուսուցիչներին, բոլոր այն ընկեր Սուսաննային, այս գեղեցիկ կարճաժամկեր, այսքան երկեր, այսքան գեղեցիկ ճաշակով անընդհատ այդ երկերի ընթացքը չկորցնելով հիանալի է, շատ, անչափ ձեզանից էլ շնորհակալ եմ, ոնց հասկացա ձեր դասարանում էլ Պարուհի մամա ունենք, ձեզանից էլ իհարկե։ Հա, Լիլիթի, մեր Լիլիթ։ Այնքան պարուհիներ, այնց լավ է, այս տարի այնքան պարուհիներ ունենք մեր դպրոցում, ծնողներ, ու դրա համար երևի սենց բացի այդ օտար լեզուներից, որ երեխեքը թվարկեցին, ինձ թվում է նաև երկու տարի մասնաճյուղեր պիտի էլի ստեղծեն կարթերներ, այդ շատ կարևոր է մեզ համար։ Ես զգացի, տեսա, դրա համար շատ գնահատեցի, շատ ձեզանից էլ շնորհակալություն եւ իհարկե այս բոլորը միշտ ես այդ համոզմունքին եմ, անհնարին է, որ գալիս են շատ հաճախ են, դե այս մեր երեխեքը շատ ճիշտ ասեցին, ոնց որ տենց բան, քաղցր ինչ-որ մեղր քսած լինի մեր դպրոցի վրա, բազմաթիվ միջոցառումներ, հյուրեր, անդադար ինչ-որ այսպիսի հյուրընկալություններ ունենք, որը գալիս են ասում են, ոյ, ինքան սիրուն դպրոց է, մարդիկ չեն հասկանում, որ սիրուն պատերը դա դպրոց չի դեռ, լավ դպրոցը, սիրուն դպրոցը, ընկեր Մաղաքյանի նման դասվար ունենալն է, այսպիսի երաժշտության ուսուցչուհի ունենալն է, հիանալի պարող ծնող ունենալն է եւ այսպիսի աշակերտներ իսկ այս բալիկների համար եւ այսօրվա մնացած բոլոր այս էսթետիկ գեղեցկությունը ապահովելու համար, մեր կողքին միշտ լինելու համար, նաև այսպիսի ծնողներ ունենալն է, այդ է սիրուն դպրոցը, ձեզանից էլ անչափ շնորհակալ եմ, ապրեք, միշտ մեր կողքին, մեզ հետ միասին, բոլորս իրար հետ ունենալու ենք այս արդյունքը, շնորհակալություն, ապրեք։
մասին, անկեղծ եմ ասում։ Այսքան տարվա իմ պրակտիկայում ես պատասխանատու տես պրակտիկագործման իրոք մենք արժանի դասեր ունենք։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ բոլորից։ Շնորհակալ եմ։ Մենք այսօր մեր սուրը փառքով դրեցինք Պատյան։ Շնորհակալ եմ այս իսկայական մեծ աշխատանքի համար եւ ձեր համբերատարության եւ իմ համբերատարության, առողջականից քայքայման, ամեն ինչից եւ հոգեպես, եւ ֆիզիկապես, եւ ամեն ինչ։ Դե եք ընտրել եք այս մասնագիտությունը, ուրեմն բողոքելու դեր չպիտի ունենանք, պիտի անենք։ Դա իմ առաքելությունն է։ Ես հասկանում եմ, որ այս աշխարհ եկել եմ այս առաքելությունը կատարելու համար ու մեծ պատվով եւ պատասխանատվությամբ ես տանում եմ այս առաքելությունը մինչեւ այնքան որքան Աստված ինձ կյանք է տվել։ Կյանք կտա, այսպես ասած։ Ուրեմն սիրելիներս, նախ մեծ շնորհակալությունս իմ աշակերտներին, եկեք բարձր շնորհաշատ, համբերատար, հասկացող, խելացի եւ այս ամբողջի, այս հսկայական մեծ աշխատանքի արդյունքը մեր միահամուռ թիմ եղած վիճակն է։ Մենք մի թիմ ենք, մի ընտանիք ենք։ Եթե մի ընտանիքում ղեկավարը իր տեղում է եւ տանուս բոլոր անդամները գիտեն իրենց տեղերը, գիտեն իրենց անելիքները, գիտեն իրենց առաքելությունները, ուրեմն այդ ընտանիքը բարգավաճում է, հասնում է այն նպատակին, ինչին որ ինքը դրել է, այն երազանքներին, ինչը որ իրենք երազում են։ Այս իմ մեծ ընտանիքը այսօր ապացուցեց, որ յուրաքանչյուր անդամ գտնվում է իր ճիշտ տեղում, ճիշտ կարգավիճակով եւ ճիշտ դաստիարակություն ստացած եւ երեխաներ ունենալով։ Այնպես որ ես խորին իմ շնորհակալությունն եմ հայտնում ձեզ յուրաքանչյուրի, ոչ միայն իմ աշխատանքների տիտանական, այլ նաեւ ձեր աշխատանքն է։ Մի ձեռքը ծափ չի տա, երկու ձեռքն է ծափ տալիս։ Իմ աշխատանքով եւ ձեր աշխատանքով մենք միասին հասնելու ենք։ Տղա աղջիկ, ես չէի մտածում, ասում էի Աստված չի ստացվի, ասեց լինելու է, առաջին փորձի ժամանակ ասում ես չի լինելու, ասեց լինելու է, ես խոստանում եմ եւ խոստումը կատարեց։ Շնորհակալ եմ տիտանական աշխատանքի համար։ Դու մեծ վարդ ես եւ մեծ վարպետ քո աշխատանքում։ Եվ մի փոքրիկ ամբողջ դասարանի կողմից, մի փոքրիկ նվեր ձեզ ձեր կատարած աշխատանքի ապաշխարանի շնորհակալ եմ։ Որովհետև հավասար ինձ։ Դե ժպտա որ ողջ աշխարհը քեզ հետ ժպտա